հույս տվեց Ես մի ագարագաստը հուսահալի Հոտորգի մեջ մենագնգած մեր նավի Գահանես մեզ ապահովա վծովի Մեր սիրելի դաշնակցություն բանցալի Գահանես մեզ ապահովա վծովի Մեր սիրելի դաշնակցություն բանցալի Դու դարավահար կուր միություն Հարքի արժան Եվ ինչքան հույսեր ունեք մեկ կապած Ինչքան կործեր պիտի անեք դեր չարված Կտեսնեք մեր նպատակը կատարված Մուշն ու սասուն մասիսները ազատված Կտեսնենք մեր նպատակը կատարված Մուշն ու սասուն մասիսները ազատված Դու տարավահար կուր միություն Հարքի արժան Նվիրյալ մարդիկները կաճահարի Պայքարում են ոչ տարածքում աշխարի Կգետեք մեր համառությամբ հանսասան Հզոր անկախ ու միացյալ Հայաստան Կգետեք մեր համառությամբ հանսասան Հզոր անկախ ու միացյալ Հայաստան Դու տարավահար կուր միություն Հարքի արժան Քեզ փառք ու բադիվ ոսյունյաց աշխար որ վսեմ ու արի հերոսներ ծնար քո անմահության
դարաձես ազերի ցեղին քո անմահությանը տապնին ուսեցին սարսափ դարաձեց ազերի ցեղին քեզ տաշնապսուդիուն հազար երանին գրեցիր քո մեջ մարդիկներն արի քեզ տաշնապսուդիուն հազար երանին գրեցիր քո մեջ մարդիկներն արի որ հանուն ազգի ու հայրենիքին գնաս միշտ հարաշտապով աննգուն որ հանուն ազգի ու հայրենիքին գնաս միշտ հարաշտապով աննգուն Yes. Baykar, 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 Baykar Baykar ժողովրդին եւ հայրենիքին համար։ 135 տարիներ կգազմեն հայ հեղափոխական դաշնակցության պատմությունը։ Կուսակցությունը, որ ագանադես եղավ օդար ասկերու եւ բռնապետություններու դիրապետություններու, ինչպես նաեւ համաշխարհային, քաղաքացիական եւ այլ տեսակի պատերազմներու։ Իսկ այս բոլոր եղելություններուն ընթացքին շարունակեց գործել։ Հեղափոխական թերոշ վարսացուց ընդեմ ցեղասպաններու, գայսրություններու եւ ներքին ու արտաքին աբասկային ուժերու։
135 տարիներու ընթացքին բազմաթիվ ուժեր փորձեցին ջնշել այս կուսակցությունը։ Իսկ այսօր հոյիտան ջնշելու գարկը հասած է Հայաստանի իշխանության։ Բայց պատմությունը կփաստե, որ ժամանակի ընթացքին աբասկային ուժերը կգորջին, իսկ ազգայինը կհաղթե։ Այսպես դաշնակցությունը մնաց, շարունակեց պայքարել, շարունակեց ազգային հաղթանակներ կերտել, շարունակեց ժողովրդին կողքին կանգնել, երբեք չշեղելով իր քերակույն նպատակեն, ազատ անկախ եւ միացյալ Հայաստանի տեսլականեն։ Հայ հեղափոխական դաշնակցությունը այն յուրահատուկ դառն է, որ գմարնավոր է հայ բանվորը, մտավորականը եւ մարդիկը։ Ավելին, անոր գողքին ունենալով ուղեգից միություններ, ան գահանտիսանա ամուր եւ բայկարող ասկային գարույցը։ Հայ հեղափոխական դաշնակցությունը իբրև հարաճամարտիկ, տակնավալի բոլոր իրավիճակներում մեջ 135 տարիներ ի վեր գմնա պատմեշի վրա, շարունակելով իր աննգուն ուղեկիցը բայկար ժողովրդին եւ հայրենիքին համար։ «1904-ին Սիմոն Զավարյանի այցելությունը Բեյրութ առիթ կհանդիսանա հայ երիտասարդության մեջ հեղափոխական ոգիի սերմանման։ Հայ ուսանողները հավաքելով անհիմը գտնե հոյիտա առաջին ուսանողական միության։ Հետագային այն կվերանվանվի գոչվելով հոյիտա Զավարյան ուսանողական միություն։ Այսօր հոյիտա Զավարյան ուսանողական միությունը կշարունակե իր առաքելությունը, համախմբել հայ ուսանողությունը եւ զանոնք առաջնորդելով դարձնել վաղվան հայ տադի պաշտպանները։ Եվ ահա հայ տադի ավագ առաքյալները, Զավարյանականները, հոյիտա հիմնադիր անդամ Սիմոն Զավարյան կպատկամե։ Խոսքը առանց գործի մերյալ է։ Հայ մարմնագրթական ընդհանուր միության Հոմենեթմենի Լիբանանի առաջին մասնաճյուղը կստեղծվի 1924-ին Բեյրութի մեջ։ Հոմենեթմենը այն եզակի միությունն է, որ իր սկաուտական խուրներամ շարքերով եւ մարզական բարձր հաջողություններով հբարդանք կբերե հայ համայնքին։ Ավելի քան 100 տարի է Հոմենեթմենը ազգային ոգիով սկաուտներ եւ մարզիկներ կդաստիարակե։ Հավատարիմ բարձրացիր բարձրացուր կարգախոսին։ Դեսեք Հոմենեթմենի դողանցող երիտասարդները, որոնք պիտի շարունակեն հայ անունը մարմնագրթական աշխարհի մեջ բարձր բահել։ Հոյիտա բյուրոյի երկարամյան աղբին ներկայացուցիչ Հրայր Մարուխյան հետևյալ ձևով կնկարագրե Հոմենեթմենը։ Հոմենեթմենի գաղափարականը միայն մարզական չէ, սկաուտական չէ, այլ ամեն ինչ է։ Հայության ամբողջությունը, հայության իդեալները, հայության ազատության հետ կապված ամբողջ հույսերը, հայության բայկարի ամբողջ իմաստը։ Թիմավորեք մեր բադանիներն ու բարմանուհիները, որոնց կդակն է շարունակել սրբազան բայկարը։ Հայ հեղափոխական դաշնակցության հիմնադրության առանցքն է երիտասարդության դաստիարակությունը։ 1923-ին Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցվո մեջ տեղի ունենա հոյիտա բադանեգան առաջին ընդհանուր ժողովը, որ հիմը գտնե Լիբանանի բադանեգան միություններուն։ Այս միությունները ընդարձակվելով գթարնան նորահաս սերունդին ազգային դաստիարակություն մատուցելու թարտնոցը։ Հոյիտա բյուրոյի նախկին անդամ Պապկեն Պապազյան գսե, պիտի կան նորերը, ավելի ուժեղները, պիտի կան ավելի վճռական սերունդներ եւ գրիվը պիտի շարունակվի։ Հայկական մշակույթը ազգին սիրտն է։
ավելին անոր քոյութենական բայկարի իմաստը։ 1930-ին գհիմնվի Լիբանանի հայ գրթական հրադարակչական համասկայնի ընկերությունը։ Զանազան մասնաճյուղերով եւ գետրոններով համասկայինը նոր սերունդին կճամփե հայեցի տասյարակություն, բահբանելով թարավոր մշակույթը։ Եվ ահա այս մշակութային քոյութենական բայկարը մղող համասկայնի արվեստագետներն ու միութենականները։ Հայաստանի առաջին հանրապետության գրթության նախարար համասկայնի հիմնադիր անդամ Նիկոլ Ախվալյան գսե հետևյալը. Համասկայնին վերաբահված է մեկ մեծ տեր, ստեղծել աշխարհիկ հայություն, որ գարչած մնա իր աշխության, հենարանը դառնա հայ դպրոցին եւ մշակույթին եւ հավատք ունենա հայ տադի հաղթանակին։ Բայկարի առաջամարտիկը երիտասարդն է։ Զենքը ցերքին լայթ սուր փահ գամքրիչ մարդատաշ տուղվող երանտուն սիրտն է ան։ Դեսեք մարդաշունչ ոգիով լեցված երիտասարդները։ Հոյիթա Լիբանանի երիտասարդական միությունը կհիմնադրվի 1973-ին։ Լեմը գահաճողի հայ երիտասարդության մեջ սերմանել ազգային խաղապարներ։ Գլա երիտասարդական խաղապարական տասյարակչական միավոր։ Միշտ կմնա պատնեշի վրա հանուն Լիբանանահայության փարորության բادرաստ ամեն զողության։ Հայասկի սպարաբետ կարեկին նշտեգը պատկամե։ Եթե գուզես տեսնել ասկիմը աբական, նայիր անոր երիտասարդության։ Այժմ գահարաչանան Լիբանանահայ օգնության խաչի գամավոր ընկերուհիները։ Լիբանանահայ օգնության խաչի առաջին մասնաճյուղը կհիմնվի 1930-ին։ Չէ որս միությունը կշարունակե հոգալ հայ համայնքի գարիքները, առողջապահական, ընկերային, նյութական։ Լոխը եղած է եւ կմնա հայ ժողովրդին ծառայության հարաճադարը։ Լոխը իր գործունեությունը գծավալ է հավատարիմ մնալով հայ օգնության միության սկզբունքին ժողովրդիս հետ, ժողովրդիս համար։ Հայ հեղափոխական տաշնակցությունը սոս կուսակցությունը չէ։ Իր հովանին դա կործող միություններով, նաման ավանց իր համագիրներով, ան ասկային ամուր գարույց մնե, որ հիմնադրության օրենի վեր ժողովուրդին եւ հայրենիքին համար մտած է հարադև բայկարի տաշտ, հեղափոխելու հայունը սրգացած ոգեվիճակը, պաշտպանելու հայուն արժանապատվությունը։ Հայ հեղափոխական տաշնակցության զինանշանը կներկայացնե անոր ամբողջական էությունը, քրիչը մտավորականությունը, հահը աշխատավոր խավը եւ սուրը զինվորն ու մարտիկը։ Այս բոլորը ռոստոմյան գամքով կմիավորվին տաշնակցության կարմիր թրոշին վրա։ Հոյիթա պիրոյի նախկին անդամ Փապկեն Փապազյան գբատկամ է։ Հայ հեղափոխական տաշնակցությունը հավատաց հայ ժողովրդի ներքին գորովին, ներքին գենսունակության ու ազատության լույսի ծարավին, ու քրեց իր թրոշակին վրա ազատություն կամ մահ։ Amor, French, Ben, Ben, Ari.
Մեկ վարգյան օդնգայս հարկենք հայազադակրական բայկարի նահադակներուն իշադագը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն գայտնենք նաև արվեստագետ Սերուժ Բաղդասարյանին պատրաստելու համար օրվան ցայնաշարը։ Մենք անգերտ զինվոր ենք երկի վերամշակված երաժշտությունը։ Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հոյիթա Փիրոյի նախկին անդամ Սիմոն Վրացյան գվգայ է։ Հայ հեղափոխական դաշնակցությունը մի եզակի ընտանիք է, մի փարոյական մեծ եղբայրակցություն, մի խաղապարական վեհ ուխտ։ Հայ ժողովրդի ծոցից դուրս եկած, հայկական միջավայրում ծնված ու սնված մի հզոր գուսակցություն։ Այս իմաստով նա ինքը հայ ժողովուրդն է, հայության գազմագերբված գամքը, նրա ստեղծագործող հանճարի մարմնացումը, նա ուրիշ կուսակցությունների նման չէ, իր խորքով և ծևով նա հայկական է, բդուղը հայ ժողովուրդի, բնական ծնունդը հայկական միջավայրի, մինչև այժմ չգրկնված ու թեր երկար ժամանակ չգրկնվելիք։ Այժմ խոսք կառնե Հոյիթա Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ալբեր Բալաբանյան։
հոգևոր հայրեր, pedagogan, ուսակցական եւ միութենական ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, սիրելի ընկերուներ եւ ընկերներ եւ շատ սիրելի երիտասարդներ եւ բադայներ։ Դաշնակցության օրվան դոնագադարության համախմբումի այս պատկերը հերթական անգամ գարցանակրե, որ մեր ժողովուրդը կշարունակի գաղտնիլ դաշնակցության կողքին եւ զորավիկ անոր հայտարարած բոլոր առաջադրանքներուն։ Ժողովրդային այս համախմբումը կբարդավորեցնե նաեւ մեզի ժողովրդին ներկայացնելու մեր աշխատանքներուն հիմնական բաժինները, զեկուցելու անոնց մասին, անդրադառնալ դժվարություններուն եւ դարձյալ ժողովրդին ապավինելու իրականացնելու համար մեր ծրագիրները։ Ժամանակներն ու պայմանները ծանր են մեր հայրենիքին, հայ եկեղեցվո, մեր ժողովրդին, Լիբանանի եւ լիբանանայության համար։ Ոչ միայն գործունեած ենք մեր երկրորդ pedagoganությունը, Արցախ աշխարհը, այլ նաեւ ունենք բռնադեղանված Արցախայություն։ Հայաստանի Հանրապետության տարածքներ ներխուժված են թշնամիի զինյալ ուժերու կողմէ։ Եկեղեցու հանդեպ իշխանություններու վարած քաղաքականության դիտավանքով մտահոգիչ տարողությամբ գխորանան բարակդումի երևույթները։ Պայմանները ծանր են նաև միջին արևելքի շրջանի մեջ։ Անորոշ է իրավիճակը։ Դարաշրջանի մեջ կփոխվին ուժերու հավասարակշռությունը, վարչագարկեր կդաբալին, պատերազմներ կփրկվին, նոր ներխուժումներ կկատարվին։ Մեծ պետություններու զինվորական եւ քաղաքական հաշիվները այս տարածաշրջանի մեջ կմաքրվին, ինչ կդուժեն, կնահատակվին, դեղան կդառնան ժողովուրդները։ Ականադես կլանք ցեղային զդումներու, նոր դեղանումներու, ավերներու եւ կանտումներու։ Միջազգային ընտանիքի գոչերը կմնան անլսելի եւ որևէ ցեվով չեն կնարգասեցնել այս ընթացքը։ Շրջանային ուժերու հավասարակշռությունները եւ ազդեցության պայքարները սուրբ ու նույն կստանան զինվորական փախումներով հատկանշված։ Լիբանան անմասն չի մնար այս կացութենեն։ Հանրապետության նախագահի ընտրությունը, վարչապետի նշանակումը եւ կառավարության գազམությունը սկսած էին հուսադրիչ քայլեր նկատվել երկիրը դուրս բերելու համար ամեն տեսակ ճգնաժամային վիճակները։ Դաշնակցությունը շարունակեց քերատասել երկխոսությամբ հարցերը լուծելու ընդրանքը։ Այս ընդրանքն էր, որ գահաճողեր ապահովեր pedagogan հաստատություններու, գամընտրություններու եւ նշանակումներու անխափան ընթացքը։ Մենք պիտի շարունակենք սադարել pedagoganության հզորացման եւ երկիրը ճգնաժամերեն դուրս բերելու նախագահական եւ կառավարական ծրագիրները։ Այժմ պահանջվածը հիմնականի մեջ դիմադրության զինաթափումն է։ Որևէ գործընթացի առաջ պայման է, որ Իսրայել դադրեցնե հարձակումները եւ իր ուժերը հեծնե լիբանանյան հողերեն։ Եթե չկան երաշխիքներ, եթե չկա խաղաղություն հաստատելու համար գոյացած որոշումներու կորզածության բարդատրանքներ բոլոր կողմերուն, ապա զինաթուլը, գայացած համաձայնությունները եւ մագի որոշումները կմնան բոլոր օդի մեջ եւ աս վիճակը պաստորեն կշարունակվի։ Նույն անորոշությունն է նաև տնտեսական մակարդակի վրա։ Տրամադրումներու խոստացված բարենորոգումները կշարունակեն մնալ խոստումներու մակարդակի վրա։ Քաղաքացիներու անհատական հաշիվներն ու գումարները սարեցված են։ Այս իրավազրկումի գացությունը փոխելու համար կսպասվի արտաքին օժանդակություններ, որոնք նույնպես պայմանական են։ Տնտեսական վերականգնումն ու խաղաղության հաստատումը պայմաններ ունին, քին ունին, որ դակավին ըստ երևույթին պետք է վճարել Լիբանանը։ Դաշնակցությունը Լիբանանի մեջ կհավատա, որ օրենքի հաստատումը, պետության հզորացումը կարելի է իրագործել միաժամանակ հասարակության մեջ արտարության հաստատումով։
քաղաքացիներու ոչ միայն ֆինանսական իրավունքները վերադարձնելով, այլ նաև անոնց նկատմամբ ընկերային ծառայություններ դրամատրելով։ Բժշկական ծառայությունն մինչև գրթական, ընկերային օժանդակություններն մինչև թղթապանական գործեր, պետությունը իր մեջ ակնկալված բարդավորությունները կատարելու հրամայականին առջև է։ Այն ուժերն ու պետությունները, որոնք կակնկալ են, որ Լիբանանի պետությունը վերստին կայանա, պետք է իրենց օժանդակությունները չզլանան անոր, այլապես վիրավոր Լիբանանեն պահանջելը առանց օժանդակելու գործնապես կնշանակի միակողմանի զիջումները սպասել այս երկրեն, որ անմիջականորեն պետք ունի խաղաղության եւ վերականգնումի։ Գիտակցին անշուշտ, որ արտաքին աշխարհեն պահանջներ ունենալը նախ ներքին միասնականություն կենթադրել։ Բոլոր համայնքներուն եւ լիբանանյան քաղաքական դաշտը փակացնող ուժերուն միջև համախոհություն, Լիբանանի շահերու կերատասում եւ շրջանցում հատվածական մոդեցումները։ Այս առաջադրանքով միշտ ներկայացած է դաշնակցությունը Լիբանանի մեջ, բոլոր կողմերեն ակնկալելով քաղաքական երկխոսությամբ հարցերու լուծում տալու միակ ընդրակի որդեգրումը։ Ամբողջ քաղաքացիական պատերազմի ընթացքին վեճերուն չներկաշվիլը, հրահրված պատերազմներուն չմասնակցիլը, զենքի չդիմելը, այլ երկխոսությամբ հարցերը լուծելու հրամայականը մնացին դաշնակցության քաղաքական ուղեկիցին առանցքը։ Միջհամայնքային համագեցությունը միակ գրավականն է այս պետության արդյունավետ գործունեության։ Այդ համախոհությունը նախ եւ առաջ հիմնված պիտի լա համայնքներու իրողական ներկայացուցիչներով։ Եթե քաղաքական առանցքով կազմվին կառավարությունները, ապա այնտեղ պիտի ներառվին համայնքի հետ աղերս ունեցող, համայնքային հավաքական կյանքին մաս կազմած եւ համայնքը ներկայացնող ուժերու կողմէ առաջադրվածները։ Եթե մասնակիցները փակացած պիտի լա կառավարությունը, ապա դարձյալ համայնքի կենտրոններեն պիտի առաջադրված լանանոնք։ Այլապես կխախտի գշիրը, թյուրապեք կլա համախոհությունը եւ շրջանցված կլա համայնքի կամքը։ Նշանակումները պետական պաշտոններու համար անհրաժեշտ է, որ ընտանան նույն դեպությամբ, մինչև այն ադեն, որ համայնքային դրության հիման վրա կազմվին մարմիններն ու պետական պաշտոնները, ապա այս կանոնը պետք է կիրարգվի կենտրոնական տրամադունի փոխկառավարիչներն սկսյալ մինչև նախարարներ, մինչև դիվանագիտական կազմեր, մինչև պետական պաշտոնյաներ։ Ընդունելի չէ համայնքի իրավազրկումը։ Դաշնակցությունը պիտի շարունակի հետամուտ ունենալ համայնքի իրավունքներու պաշտպանության, բոլոր կողմերուն հետ խոսակից մնալու, մեր իրավունքները պաշտպանելու եւ որոշումներու անկախությունը պահելու այս սկզբունքները պիտի առաջնորդեն մեզ հարաճիգա խորհրդարանական ընտրություններ։ Տաղապետական եւ քաղաքապետական ընտրություններու փաստեցին, որ դաշնակցությունը բաց է երկխոսության եւ գործակցության, դարանչադելով ընդրական դաշինքը քաղաքական համագործակցութենեն, մենք խորհրդակցություններ արդեն իսկ ունենանք բոլոր շրջանակներուն, քաղաքական հոսակներուն եւ գուսակցություններուն հետ։ Պատրաստ ենք նաեւ գործակցելու բոլոր անոնց հետ, որոնք կհարգեն մեր իրավունքները, կընդունին մեր սկզբունքները եւ իրենք եւս հետամուտ կդառնան, որ չշրջանցվին համայնքներու ինքնուրույն որոշում կայացնելու դրույթները։ Վերջին շրջանին Լիբանանյան մամուլի եւ լրատվամիջոցներու մեջ շատ խոսվեցավ դաշնակցության ընդրական ուժին, գարելիություններուն եւ հավանական գործակցություններու մասին։ Բոլորը կմնան ենթադրություններու եւ քաղաքական հաշվարկներով դաշնակցությանեն ակնկալություն ունենալու սահմաններու մեջ։ Այս ձիրի մեջ ալ փորձ կկատարվի դաշնակցության ընդրական ուժը դգարացած ներկայացնելու, որովհետեւ այս կամ այն կողմը հաջողի տեխնազու բարդատրել մեզի, քաղաքական դիրքորոշում ճշտել մեր փոխարեն։ Տաղապետական եւ քաղաքապետական ընտրությունները փաստեցին,
որ դաշնակցության ընդրական մեքենան գշարունակե կործել արդյունավետ եւ գազմագերբված ձևով, նույն գազմագերբվածությամբ եւ հայկական քվեն դեպի համայնք առաջնորդելով, դաշնակցությունը պիտի առաջադրե խորհրդարան հասցնել համայնքի կյանքին հաղորդ Լիբանանի քաղաքացիական շահերն ու համայնքային իրավունքները զուգահեռ ձևով հետապնդող հայկական երեսփոխանական բլոկ, որ պիտի շարունակե ավանդական վարկագիծը։ Մեր բլոկը պիտի աշխատի այնպես, որ համայնքներուն եւ զանոնք ներկայացնող ուժերու միջև գոյանա արդյունավետ համագործակցություն։ Քաղաքացիին շահերը եւ համայնքին իրավունքները պաշտպանելով հայկական երեսփոխանական բլոկը պիտի շարունակե Լիբանանի մեջ պաշտպանել քաղաքական կորզոնի իր հանգամանքը։ Խորհրդարանական ընտրություններու շեմին դաշնակցությունը կներկայացնե իր ընդրական պլատֆորմը, իր ընդրական գործակցություններուն մասին զեկուցում կտա իր ժողովրդին, կներկայացնե իր տեխնազուները եւ մանրամասն կբացատրե հայկական անկախ գվեի կարեւորությունը, վստահելով իր ընդրազանգվածի ուժին, որ պիտի մերժե հայ համայնքի ներկայացվածությունը դրամատրել այնպիսի տեխնազուներու, որոնք կապ չունին համայնքին հետ, հայության հետ, որոնք անհաղորդ են լիբանանահայության խնդիրներուն եւ յուրահատկություններուն։ Գիտակցինք, որ Լիբանան դարբեր տեսակի արհավիկները հետ լիբանանահայ համայնքը կդիմակրավե զանազան խնդիրներ։ Հայ հեղափոխական դաշնակցության Լիբանանի կենտրոնական կոմիտեի առաջնահերթություններու շարքին է մեր համայնքի գարեկավոր խավի օժանդակության լծված բոլոր բարեսիրական միություններու սադար կանգնիլը։ Այս պատճառով գաղութի մեջ գործող բոլոր հայկական բարեսիրական միություններու պատասխանատու մարմիններու հետ մեր հանդիպումները արիդ ծառայեցին այս առաջադրանքի կատարման։ Լսելով անոնց զեկուցումները եւ հոն երեսած դժվարությունները, կենտրոնական կոմիտեն կաշխատի այդ դժվարություններու հաղթահարման եւ ընկերային ծառայություններու ընդարձակման համար իր օժանդակությունները բերելու։ Բժշկական, դեղորայքի, հիվանդանոցային կամ սնունդի հետ կապված խնդիրներ, այս բոլորը մնայուն օրագարկի գետեր են կենտրոնական կոմիտեին համար։ Նաեւ մեր բոլոր կոմիտեները գրեթե առօրյա դրությամբ կշարունակեն հասնել մեր հայրենակիցներու գարիքներուն։ Գիտակից ենք, որ այս խնդիրները ժամանակի ընթացքին պիտի սաստկանան եւ մենք բարդավոր ենք լուծումի համար նոր ծրագիրներ մշակելու։ Հերու սաուդուտենե։ Մենք կհավատանք, որ լիբանանահայության ընկերային եւ բարիսիրական գարույցներու համագործակցությամբ եւ աշխատանքներու համացումով մեր ժողովուրդը կարողություն ունի հաղթահարելու այս դժվարությունները։ Երկրորդ կարևոր ուղղությունը գրթական մարզն է։ Լիբանանահայ վարժարանները ամբողջ սպիրկի մեր հավաքական կյանքին համար մարդուժ արդատրող հաստատություններ են։ Այդպես եղած է ժամանակին, այդպես է այսօր եւս։ Հայ դպրոցը աբակա սերունդի գրթության եւ ընկերային ապահովության երաշխավորումեն անտին նվիրական առաքելությունն է այդ սերունդի հայեցի գրթությունն ու դաստիարակությունը։ Լիբանանի մեջ գործող ազգային, եկեղեցական, ուսակցական եւ միութենական համասպիրկյան գարույցներու հիմնակարը հայ դպրոցն է, որ այսօր գտիմակրավե դակնապ։ Աշակերտության TV, ուսուցչական մարտուժի, արեմդահայերենի պահպանման եւ հայեցի դաստիարակության հետ կապված զանազան խնդիրները զուտ գրթական փունիկ չունին։ Անոնք քաղաքական են նաև։ Քաղաքական են, որովհետև մեր համայնքի ուժականության հետ կապված են։ Մեր գարույցներու դգարացումն է մեր քաղաքական ուժին, հետևաբար ամբողջ համայնքին։ Այս հիմնավորումներով էր, որ Հոյիտալի բանի կենտրոնական կոմիտեն ցերնարգեց հայկական բոլոր վարժարաններու դնորենություններուն եւ պատասխանատու գազբերուն հետ առանցին հանդիպումներ, յուրաքանչյուրեն լսելու համար իրավիճակի մասին մանրամասն տեղեկություններ, բայց մանավանդ թիմակրաված դժվարությունները եւ զանոնք թիմակայելու միջոցներու մասին անոնց պատկերացումները։
ներողություն։ Լիբանանահայ վարժարան այսօր գարիք ունի բոլորիս անվերաբար զորակցության, որբեսի հայ ուսուցիչը, դպրոցի դնորենը, դպրոցի լաբահով ու գայուն կատարելու համար իր առաքելությունը։ Բարդավոր ենք բոլորս իբրև գրթական պատասխանատու մարմիններ, հարանվանություններու ղեկավար գազմեր եւ գուսակցություններ միասնապար լուզում բերելու այսօրվան տնտեսական, գրթական, վարչական եւ մարդուժի դժվարություններուն։ Եթե դուժե հայ դպրոցը, գդուժե հայ համայնքը, գդուժե ամբողջ սպիրկը։ Դակնապներն ու դժվարությունները կվերապերին բոլորիս։ Կենտրոնական կոմիտեն այս հարցերուն շուրջ կանոնավոր հերթականությամբ խորհրդակցություններ կունենա հայ քաղաքական կուսակցություններ ու ներկայացուցիչներուն եւ դարբեր միություններու պատասխանատուներուն հետ։ Մենք պիտի շարունակենք ավանդական ուղեկիցը թե ներհայկական միասնականության եւ թե լիբանանյան երկխոսության եւ միջհամայնքային համագեցության։ Հարգելի ներկաներ, պայմանները, այո, իրավամբ տագնապալից են։ Անե միասնապար աշխատելու, թե հայրենիքի մեջ կատարվող ձայնրակույն իրադարձություններուն դիմաց միասնական գեցված ճիշտելու, թե հայ եկեղեցվո դեմ սկսած արշավը գասեցնելու, միասնապար պայքարելու եւ թե լիբանանահայության դիմակրաված դակնապները համագարկված ցևով դիմակայելու։ Պատմության զանազան հանգրվաններուն ստեղծված ճգնաժամերուն եւ հուսահատական պայմաններու մեջ դաշնակցությունը հաջողած է ոտքի կանգնել եւ իր հետ ոտքի հանել ամբողջ ժողովուրդը։ Դաշնակցությունը ուժերու համախմբում է, իսկ համախմբումը ուժ է, ու այդ ուժը անհրաժեշտ է դարբեր տեսակի ճգնաժամեր լուծելու համար, այդ ուժի աղբյուրը ժողովուրդն է, հայ ժողովուրդը։ Ուժի այդ տարավոր աղբյուրը ցամքեցնելու փորձ կկատարվի այսօր հայրենիքի մեջ։ Հրաբարակ նետված են գեղձ օրագարկեր, որոնք կխորացնեն հասարակության բաժանումը, մեր ինքնության, պատմության եւ արժեքներու խորհրդանիշները կենթարկվին հարցակումներու։ Արարատը կներկայացվի իբրև ոչ հայապատկան։ Արարատը, որ համայն հայության համար խորհրդանիշ է, մեր քրիստոնեական էության ամբողջական հայրենիքին, մեր յուրաքանչյուր բռնակրաված դարածքի վերստին ազատագրումին։ Սպիրկի մեջ անիկա խորհրդանիշ է անթուլ պայքարի գամք, արդարության եւ իրավունքներու վերականգնումի համար։ Անոր քակատի նվաճումը առաջադրանք է բոլորիս։ Վերականգնելու համար մեր հայրենիքը, մեր բռնակրաված պատմական բոլոր իրավունքները։ Խորհուրդ կդրվի Արարատը փոխարինել Արաքածով։ Այս գեղձ հագատրությունը այսօրվան իրական Հայաստանը հագատրելն է պատմական Հայաստանին։ Այս գեղձ օրագարկին հետամուտ ուժերը գուզեն մորցնել դալ, որ այսօրվան իրական Հայաստանը հիմնակարն է վաղվան գերդելի Հայաստանին, պատմական Հայաստանի վերականգնումին։ Մորնալ հայապատկան դարածները կնշանակե արձանագրել երկրորդ հանձնվողականությունը Արցախեն ետք։ Գործող իշխանությունները սկսած են իրենց ճաշակով մեկնաբանել նաև հայոց պատմությունը, դարձյալ գեղձ հագասություններով հայոց պատմությունը վերածել Հայաստանի պատմության, հագատրել պետությունը ազգ եւ ժողովուրդ հասկացողություններուն, պետական շահերը զադորոշել ազգային շահերեն, ներկայանալ միայն Հայաստանի այսօրվան սահմաններու մեջ ապրող հայության կառավարություն, անչադելով ամեն կապ հայկական գազམ-երբված սպիրկի հետ։ Այս բոլոր քարոզչական եւ քաղաքական քայլերով իշխանությունները կպատրաստվին փոխել սահմանադրությունը եւ անկախության հռչակագրի հետ սահմանադրական կապը վերացնել։ Այնտեղ ամրագրված Արցախի վերամիավորումը, ցեղասպանության ճանաչման սադար կանգնելը եւ պատմական արտարության վերականգնումը դուրս բերել սահմանադրությունեն, այդպիսով հաստատելու համար երկրորդ հանձնվողականությունը։ Այս ամբողջ ընթացքը գասեցնելու առիթը հարաճիգա հունիսին Հայաստանի մեջ տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններն են։
Ընտիմատիր ազգային բոլոր ուժերու համախմբումը կրնագասեցնել այս կահավեժ ընթացքը։ Խորհրդարանական ընտրությունները արիթ են պետությունը վերստին ազգային ուժերուն հանձնելու եւ անգե հետ ոչ ըսելու սահմանադրության փոփոխության։ Այո, դաշնակցությունը առանցքային թեր վերցուցած է pedagogiությունը վերստին ազգայնացնելու այս պայքարի մեջ։ Սպիրկի համայնքներուն հետ կայացած հանդիպումներու ընթացքին իշխանություններու ներկայացուցիչ հայտարարեց, որ վերանգախացում են 30 տարի դաշնակցության քաղաքապարախոսությունը եղած է դիրական եւ բոլոր ուժերուն եւ գուսակցություններու քաղաքապարախոսության մեջ առանցքային, ապա հայտարարած, որ այժմ ավարտած է այդ քաղաքապարախոսությունը եւ հիմա իրական Հայաստանի քաղաքապարախոսությունն է, որ պիտի դառնա առաջնահերթ բոլորին համար։ Ու ոչ գսենք այս մոտեցումներուն, վճռական ոչ, որովհետև դաշնակցության քաղաքապարախոսությունը ազգային քաղաքապարախոսություն է, որ գոյություն ունեցած է Հայկ Նահապետի օրերեն մինչև Ավարայր, մինչև Սարդարաբադ, մինչև Արցախ։ Այդ քաղաքապարախոսությունը ժողովրդի եւ հայրենիքի պայքարի նվիրված քաղաքապարախոսությունն է։ Այն ժողովուրդը, որ կհավատա ամբողջական Հայաստանին, այն ժողովուրդը, որ երդեց մայիսյան հերոսամարտերը, այն ժողովուրդը, որ ազատագրեց Արցախը, այն ժողովուրդը, որ վերանգախացուց մեր հայրենիքը, այն ժողովուրդը, որ հավատարիմ պիտի մնա անկախության հռչակագիրին, այն ժողովուրդը, որ պիտի հերացնե ապազգային իշխանությունները, այն ժողովուրդը, որ դաշնակցության առաջնորդությամբ կպայքարի վաղվան հզոր հայրենիքին եւ ազգային pedagogiության համար, նաեւ միևնույն ժողովուրդը լիբանանահայ հատվածը, դուք սիրելիներ, մենք միասնապար, որ կիցավ բոլորվիր մեր գարյուսներու շուրջ, բահելու համար այս համայնքի անվտանգությունը, որ միշտ առաջին քիզերու վրա գտնվեցավ հայտադի բոլոր տեսակի պայքարներուն, որ հասավ Արցախի ազատամարտին եւ համայն սպիրկին եւ որ իրավամբ գրավեց մեր բանջադիրական զանազան աշխատանքներուն առաջին դիրքերը։ Այն լիբանանահայությունը, որ վճռած է բարձր պահել պայքարի դրոշը, դաշնակցության դրոշը։ Գեցե դաշնակցության գողքին հայրենիքի համար պայքարող եւ հաղթանակներ կերտելու հավատք ունեցող հայ ժողովուրդը։ Շնորհակալություն։ «2025-ը հայ հեղափոխական դաշնակցության համար եղավ մարտահրավերներու, ինչպես նաև նախաձեռնություններու տարիմը։ Գոմիդեները շարունակեցին իրենց աշխատանքները, հոգալով իրենց շրջանների արիքները եւ բնակիչներու բարեկեցությունը։ Անոնք նաև զանազան արիքներով ցերնակներ կազմակերպեցին, հիմնականորեն ազգային տոներուն նվիրված։ Միություններու աշխատանքները նույնպես անբագած չմնացին։ Լոխի միջոցով շարունակվեցան առողջապահական եւ բարեսիրական գործունեությունները։ Համասկայնի բազմաթիվ ելույթներու միջոցով
անբագած չմնացին հայ ասկային երկն ու բարը եւ վար բահվեցավ հայկական մշակույթը։ Հոմենտմենի սկաուտական մեծ ընտանիքը խանդավառությամբ շարունակեց իր հավաքները, նշեց զանազան հոպելյանական ամյակներ, գազմագերբեց ծերնարկներ ու բանագումներ, իսկ մարզական բաժինը արձանագրեց հաջողություններ։ Հոյտա Լիբանանի բադարենգան միությունները, Լիբանանի երդասարտական միությունը եւ Զավարյան ուսանողական միությունը շարունակեցին իրենց աշխատանքները, գազմագերբելով զանազան տեսակի նախաձեռնություններ։ Հոյտա Լիբանանի գետրոնական գոմիդեն իր գարքին մեջտեղ բերավ բազմաթիվ նախաձեռնություններ։ Հատկանշական ցերնարկներ էին Սարգիս Սեկլյանի եւ Գարո Կոլանջյանի արևանկման ու նահատակության 40-ամյակի հիշատակին նվիրված ցերնարգը, Բեյրութի նահատակած հրաբարագին վրա հայոց ցեղասպանության 110-ամյակի հիշատակին նվիրված բազմահազարանոց միջկուսակցական ցերնարգը, Հայաստանի առաջին անկախության հիշատակի ցերնարգը եւ Ռուբեն Զարդարյանի անդիպ նամակներ հադորի շնորհանդեսը։ Աստակն ու վանացայինը ներկայացան դարադեսակ հրադարագություններով, լսարաններով եւ հայդակիրներով, որոնց ընդմեջ են լուսարձակի տակ առնվեցան ասկային, քաղուտային, միջազգային եւ ընդհանուր հետաքրքրություն հարաճացնող թեմաներ։ Այս տարի դեղի ունեցան նաեւ քաղաքապետական եւ թաղապետական ընտրություններ, որոնց ընթացքին գետրոնական կոմիտեի զանազան մարմիններն ու շրջանային կոմիտեները արին հսկայական աշխատանք։ Այսպիսով, մենք հասանք արդար արդյունքի։ Հայ հեղափոխական դաշնակցությունը քաղաքապետական եւ թաղապետական ընտրություններուն առաջադրեց 71 տեխնազուներ, որոնց մեն դրվեցան 69-ն, այսինքն արձանագրվեցավ ավելի քան 97% հաջողություն։ Ընտրական հաղթանակին առիթով գազմագերբվեցավ ընդունելությունը շնորհավորելու եւ ցանոթանալու համար ընդրված տեխնազուներուն։ Այդ գործունեություններուն առընթեր գետրոնական կոմիտեն շարունակեց սերտ կապեր բահել ներքին եւ արտաքին քաղաքական գաղութներու եւ անձնավորություններու հետ, ապահովելով հայ համայնքի ճշգրիտ ներկայացությունը Լիբանանի մեջ եւ բավանելով անոր դրված իրավունքները։ Ավելին, Հոյտա Լիբանանի գետրոնական կոմիտեն նախաձեռնեց Լիբանանահայ քաղաքի մեջ գործող տարբեր հաստատություններու այցելություններու, մոդեն ցանոթանալով անոնց տարած գործունեության, դրամատրած զարայություններուն եւ թիմակրաված դժվարություններուն։ Այս նախաձեռնության նպատակն է համագործակցության հարտագիմը ստեղծումը, որբեսի միասնապար կարողանանք թիմակրավել Լիբանանի արչեւ ծառացած մարտահրավերները եւ ապահովել հայկական թիմակիցի պահպանումը։ Նախաձեռնվեցավ նաև Հոյտա Լիբանանի գարույցի գայքեչի բացման։ Նորահաստատ գայքը կընդգրկե Հոյտա Լիբանանի գարույցի գործունեության լուրերը, գարույցի զանազան մարմիններուն եւ հաստատություններուն սերտ գապ հաստատելու դեղեցությունները, այդ մարմիններուն եւ հաստատություններուն պատմությունը ներկայացնող բաժինը, հրադարագություններ, քաղաքի մեջ կայանալիք ցերնարկներու օրացույցը, ինչպես նաև Հոյտա Լիբանանի գարույցի գործունեության պատմությունը։ Վերջինս վերածվեցավ քրկույգի եւ մոդորեն հասանելի պիտի դառնա հանրության։ Այս տարի մեծ տարողությամբ նախաձեռնություններ իրականացվեցան Հայաստանի մեջ, ուր իրենց մասնակցությունը բերին նաեւ Լիբանանի հայ երդասարտներն ու երդասարտուհիները։ Հոմենտմենի Լիբանանի մարզիկները իրենց մասնակցությունը բերին համահոմենտմենական 13-րդ մարզախաղերուն Երևանի մեջ։ Բացի ատկե, երկար դարիներու թաթարեի հետ Հայաստանի մեջ իրականացավ Հոյտա համահայկական երդասարտական եւ ուսանողական 13-րդ բանակումը, որում մասնակցեցան Հոյտա Զավարյան ուսանողական միությունը եւ Հոյտա Լիբանանի երդասարտական միությունը ավելի քան 90 անդամներով, գազմելով բանակումի մասնագից մեծակույն պատվիրակությունը։ Այսպիսով, աշխարհասփյուր հայ երդասարտությունը եկավ շեշտելու, որ հագարակ Հայաստանի վարչագազմի աբասկային գործունեության հայկական ու ասկայինը չեն ընկրկած, այլ գանքուն են եւ պիտի հաղթանակեն։ 2025 տարին հանդիսացավ դժվարություններու եւ մարտահրավերներու տարիմը։ Հագարակ այն իրողության,
որ Լիբանանը դակավին կգտնվի զանազան տեսակի տագնապներու մեջ, բայց եւ այնպես արձանագրվեցան դրական աստակներ, հույս ներշնչելով երկրի ապակա բարօրության նկատմամբ։ Լիբանանը հագարակ շարունակվող լարվածության կարողացավ դուրս գալ պատերազմական ցաներ իրավիճակեն։ Այսօր ունի հանրապետության նախագահ եւ կառավարություն, որոնց միջոցով կարելի կդառնա քաղաքական գործընթացներու հարաճացումը։ Փետրվար 2025-ին կազմված Լիբանանի կառավարության մեջ Լիբանանահայությունը կներկայացնե Նորա Բայրակտարյան, ստանցնելով երիտասարդության եւ մարմնագրթության նախարարությունը։ Երկար միջում է ետք, հաջողությամբ իրականացան նաեւ քաղաքապետական եւ թաղապետական ընտրությունները։ Արայդ ընկերգիլ չկա։ Մարտահրավերները մեր բոլորիս արժև են եւ զանոնք հաղթահարելու համար պետք է միասնապար գործել։ Հայ հեղափոխական դաշնակցության Լիբանանի մեծ ընտանիքը գուսակցության հիմնադրության 135 ամյակին առիթով հուկա անգամ միևս դրանորոգելու իր ուխտը բայկարիլ ժողովրդին եւ հայրենիքին համար։ Այժմ բեմ կհրավիրենք հայրենի երգիչ Շուշան Բեդրոսյանը։ Զինորի հետ ծնվում եմ, մեռնում եմ նորից նրա հետ։ Հողից հայ հողից իմ սնվում եմ, նրա պես հանդարտ եմ, բայց խենթ։ Ամեն արգի հետ ես պայթում եմ, Սրտիս մեջ փամփուշտն է ամեն Տղերք, ես ձեզ հետ խրամատում եմ Ձեր սուրբ մայրերի փոխարեն Տղերք, ես ձեզ հետ խրամատում եմ Ձեր սուրբ մայրերի փոխարեն Ամեն օր արևով արթնանում եմ, գիշերը դառնում եմ օրոր Քո ցավը չեմ մահդ տանում եմ, որ կյանքը տապրես իմ զինվոր Ամեն թշնամի չէ, որ մարդ չէ Բայց մերը մերեր չեն բերել Դժողքն է ծնել վայրահաճը Իսկ մենք տապանից ենք սերել Աշխարհն առուծախ է Արյան անձրևում անունս Արցախ է Ես չեմ հանձնվում Վարվում է չոր
Թիմավոր է Քայրենի երգիչ Արսեն Գրիգորյանը, Մռոն։ Վերցուկ տղեկ զրացան, վերցուկ տղեկ զրացան, Վերցուկ տղեկ զրացան, երթանք հասնենք Հայաստան, հա, հա, Մրանուշ մշուդայ, ախ մնաց մալուն, Կուրկերն էլան աստված, նրան վայելուն, Էրգրի գարոդով, ընգան շատերը, ախ դուման հական, սասնոսաները, ախ դուման հական, սասնոսաները, Վերցուկ տղեկ զրացան, վերցուկ տղեկ զրացան, վերցուկ տղեկ զրացան, երթանք հասնենք Հայաստան, վերցուկ տղեկ զրացան, վերցուկ տղեկ զրացան, վերցուկ տղեկ զրացան, երթանք հասնենք Հայաստան, հասնենք Հայաստան Շնորհակալություն գայտնենք համասկայանի կնար բարախումբին։ Հոյիթա 100-ամյակին արիթով ժողովրդին ուղված փիրոյի բատկամը գսե։ Հայ ժողովուրդ,
Հայ հեղափոխական դաշնակցության դված է ստեմ բատմական քու քնահատումդ։ Հայաստանի մեր մայր գազագերբության վերընծյուրումը քաղաքարի հաղթանակին այն թափնեբսակն է, որ քրիստապորներու հիմնած, աղբյուր սերոպներով սնած ու արամներով արմադավորված այս կուսակցությունը երբևիցե գրնարը սպասել իր ժողովուրդեն։ Եվ որովհետև միշտ գործի մեջ ժանցար ու իր գործով արժևորեցիր հայ հեղափոխական դաշնակցությունը, ահա գվերանորոգենք դաշնակցականի մեր ուխտը։ Հայրենապնակ դեդարակիր մեր բոլոր ընկերներուն եւ մարմիններուն անունով, որ հայ ազատագրական պայքարը դեռ չէ հասած իր ամբողջական նպատակին, որ գենտանի գործը կսպասե բոլորիս եւ 100-ամյա ազատագրական պայքարի ասկային քաղաքական իր հանգանակով զինված հայ հեղափոխական դաշնակցությունը ավելի քան երբեք պատրաստ է մինչև վերջին շուրջ գալելու նվիրաբերման իր ճանապարհեն, դեպի հաղթանակ տանող պայքարի իր ճանապարհեն, վասն հայության ազատատենչ սերունդներուն մեծ երազին իրագործման։ Գամքի անգախ պատճառներով հոյիթա բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան չկարողացավ ժամանել Լիբանան, այդ իր խոսքը կփոխանցե դեսանյութի միջոցով։ Սիրելի հայրենակիցներ, ես ափսոսում եմ, որ այսօր ձեզ հետ միասին չեմ ֆիզիկապես, ինձ հետ պատահած դժբախտության պատճառով եւ այս ուղերձը ես այս ձևաչափով ձեզ կփոխանցեմ, որպեսզի խոսքս ամբողջական լինի, ես ամբողջ այն տեքստը, որը պատրաստել էի, կուզենամ ձեզ այսօր ներկայացնել։ Լիբանանի հայ համայնքի սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, հույդա օրվան նվիրված տոնակատարությունները մշտապես առիթ են տալիս անդրադառնալու առավելապես մեր երկրի եւ կուսակցության դիմագրաված մարտահրավերներին եւ խորհելու մեր ներկա ու ապագա անելիքների մասին։ Սա հատկապես կարևորվում է այսօր, երբ այդ մարտահրավերներն իրենց բնույթով ու տարողությամբ ձեռք են բերել գոյութենական նշանակություն։ Այսօր հիրավի առանց չափազանցության ազգովի կանգնած ենք մեր հավաքական լինելիությունը պահպանելու հրամայականի առջև։ Խոսքը հենց հավաքականության մասին է, որովհետև ազգակործան գլխավոր վտանգը թաքնված է մեր հավաքական լինելիությունը անհատի ֆիզիկական գոյության հետ շփոթելու մեջ։ Այո, այս երկուսն էլ կարևոր են, բայց հայ մարդու իմաստալից եւ երջանիկ կյանքը իր ազգակիցների հետ հարազատ միջավայրում ապրելու մեջ է, այլ ոչ թե օտար շրջապատում սոսկ գոյատևելու։ Այս պատկերացումն է տարանջատում ազգայինը ապազգայինից։ Այս հստակ տարբերակումն է նաև կանխորոշում, թե անհատ, ժողովուրդ, ազգ, պետականություն եւ հայրենիք կապերը ինչ իմաստ են ձեռք բերում։ Ընդհանրապես կան թե չկան, եւ վերջապես իրար փոխլարացնող ու ամբողջացնող են, թե հակադրվող ու մասնատող։ Դաշնակցության համար միշտ էլ առաջնային եւ գերական նպատակ է եղել ողջ հայության, որպես էթնիկ հավաքականության ինքնատիպության պահպանումը, նրա առաջընթաց զարգացումը եւ այսպիսով հայ ազգի հարատեվության ապահովումը։ Քանզի արժեք եւ իմաստ ունեցող ամեն ինչի առանցքում մեր հայկական ինքնությունն է։ Ինքնություն, որի հենասյուներն են մեր ընդհանուր հայրենիքը, հայոց լեզուն, մեր սերունդների ժառանգությունն ու մշակույթը եւ մեր սուրբ կրոնն ու հավատամքը։ Իսկ սեփական ազգային ինքնության հետ իր պորտալարով չկապված անձը սովորական մահկանացու է միայն, անցողիկ եւ անհիշատակ։ Միայն իր տեսակը պահպանող եւ ազգի ճակատագրող ապրողն է, որ մաս է կազմում իր իսկ ազգի հարատեվությանը եւ ունի տեսլականը հավերժական կյանքի։ Խորքում այսօր մեր այս հավատամքն է, որ փորձության է ենթարկվում։ Պատմության մեջ շատ է եղել, երբ մեր տեսակի եւ հավատքի ամրությունը փորձության է ենթարկվել դրսի թշնամիների կողմից,
բայց կրկնակի դաժան եւ վտանգավոր է փորձությունը, երբ քողարկված կամ անթաքույց դրան ձայնակցում են ներսից։ Իսկ փորձությունները հաղթահարել ընդունակ է միայն այն ժողովուրդը, որը չի կորցնում իր դիմադրելու կարողականությունը։ Եվ այսօր թե դրսից եւ թե ներսից ըստ էության արվում է նույնը՝ թուլացնել մեր դիմադրողականությունը։ Թշնամին դա կատարում է դրսից ուժի կիրառման սպառնալիքով, պահանջելով ենթարկվել եւ դադարեցնել որևէ դիմադրություն, իսկ վարչախումբն էլ ներսից համարելով, որ դիմադրությունն անիմաստ է ու նույնիսկ կործանարար, ուզում է այդ սպառնալիքները չեզոքացնել թշնամու բոլոր պահանջները բավարարելու միջոցով։ Արդյունքում այնինչ գործող վարչախմբի ձեռամբ կատարվում է այսօր, այլ կերպ, քան մեր տեսակի վերացմանը ձգտող թշնամու շահերի սպասարկում դժվար է անվանել։ Սրա լավագույն ապացույցն է, թե ինչ է այս վարչախումբը արդեն հասցրել անել իր գործունեության 7.5 տարիների ընթացքում։ Արդեն փաստագրված եւ անհերքելի ապացույց է, որ գործող վարչախումբը հանուն թուրք-ադրբեջանական շահերի սպասարկման գերազանցելով իր սահմանադրական լիազորությունները հակառակ է գործել ազգային ժողովի կողմից հաստատված կառավարության ծրագրին, հատկապես ծրագրի այն պահանջներին, որոնք վերաբերում են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ՀԱՊԿ-ի անդամակցությանը, հայ-ռուսական ռազմավարական դաշինքին եւ այլն։ Առավել պատկերավոր է երևում այս վարչախմբի բերած ավերը, երբ համեմատական են կանցկացնում, թե ինչպիսին էր ազգովի մեր ընդհանուր վիճակը 2018 թվականին եւ ինչպիսին է հիմա։ Այդ տարբերության ամենագլխավոր արձանագրումը, որը մնալու է պատմության մեջ, հետեւյալն է. կար հաղթանակած ժողովուրդ, հայկական լիարժեք վերահսկողություն Հայաստանի եւ Արցախի ամբողջական տարածքների վրա։ Հիմա ունենք դառը պարտությունից ուշքի չեկած հասարակություն, իր երբեմնի մարտունակությունը կորցրած բանակ, հայաթափված եւ հանձնված Արցախ, տարածքային ամբողջականությունը խախտված եւ ինքնիշխանությունը վտանգված Հայաստան։ Մենք նաեւ ականատես եղանք հայոց պատմության ամենաամոթալի դրվագին, երբ առաջին անգամ պետականություն ունենալու ժամանակ կատարվեց Արցախահայերի նոր ցեղասպանությունը։ Մինչ այդ տեսանք նաև, թե ինչպես է մեր հաղթական ազատամարտը ստորադասվում 2018 թվականին կատարվածին եւ հայտարարվում, թե մեր հերոսները զոհվել են հանուն ոչինչի։ Վարչախումբը փաստացի ստանձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները հիմնավորողի, լեգիտիմացնողի, կատարողի գործառույթը ձեռնամուխ եղավ կոտրելու ազգային ոգին, սպառելու պայքարի հնարավորությունները եւ հասարակությանը մղելու անճարության։ Դա կատարվում էր հային հայ պահող եւ մեր հաղթանակների հիմքերը ձևավորած ամեն ինչ արզեզրկելու եւ խարխլելու միջոցով։ Պատմական փաստ է, որ մեր նոր կազմավորված երկու հայկական պետությունների ազատությունը, անկախությունը եւ միասնականությունը ձեռք է բերվել եւ պահպանվել Հայաստանի եւ Արցախի անկախության մասին հռչակագրերի, Հայաստան-Արցախ սփյուռք եռամիասնության, մարտունակ բանակի, եկեղեցու եւ համազգային կառույցների շնորհիվ։ Այս վարչախումբը հետևողականորեն նսեմացրել է այս համազգային ձեռքբերումները եւ մսխել մեր հաղթանակի արդյունքները։ Եվ իրենց օրոք արդեն անկախության վերոնշյալ հռչակագրերը մերժված են եւ անտեսված։ Հաղթանակած բանակը պարտված եւ տկարացած, եռամիասնությունը խաթարված եւ պառակտված, եկեղեցին եւ համազգային կառույցները հետապնդված եւ հալածված։ Ըստ այդմ, թշնամու երազած լավագույն պայմանները ստեղծվում են իր հակահայ նպատակներին հասնելու համար։ Հավասիկ, Արցախի հանրապետության հռչակման մասին հռչակագրից հրաժարվեցին, Արցախը հայաթափվեց եւ հանձնվեց Ադրբեջանին։ Հայաստանի անկախության մասին հռչակագրից հրաժարվելը հետևանք կբերի հայոց ինքնիշխան պետության կորուստը եւ Հայաստանի թուրքացումը։ Վարչախումբը խզելով կապը Արցախի հայկականության եւ Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության միջև
գնում է երկուսն էլ կորցնելու ճանապարհով։ Ավելին, փորձում է դա անել հանրությանը պահելով հրեշավոր մոլորության մեջ, թե իբրև Արցախը թոք էր մեր վզին փաթաթված եւ պետք էր ազատվել դրանից, որպեսզի փրկենք Հայաստանը։ Այսօր բացեիբաց խոստովանում են, որ 44-օրյա պատերազմով գոռալով հաղթելու ենք, մտածված մեր ժողովրդին տարել են նվաստացուցիչ պարտության, իբրև թե հանուն Հայաստանի անկախության ամրապնդման։ Առնվազն մտախանգարում պետք է ունենալ ընդունելու, որ չարին ու թշնամուն հանձնվելն ու պարտվելը միջոց են ազատության ու փրկության։ Իրականում թշնամուն չզիջելու հնարավորություն չունեցողը ստիպված է լինելու մաս-մաս զիջել ամեն ինչ։ Սա է պարտվածի եւ պարտությամբ հպարտացողի վախճանը։ Եվ սա է այն վախճանը, դեպի ուր տանում է մեր ժողովրդին պարտվողականությունն ու զիջողականությունը որպես իր քաղաքական հավատամք դարձրած այս վարչախումբը, իհարկե սնելով մարդկանց թե արդեն հաստատված խաղաղության սին պատրանքներով։ Սակայն այն, ինչ այսօր ներկայացվում է որպես հաստատված խաղաղություն, մեծագույն խաբկանք է եւ իրականում լոկ ժամանակավոր զինադադար նոր զիջումների նախաշեմին։ Եվ այդ զինադադարը կարող է խախտվել բոլոր այն դեպքերում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմի որևէ հերթական պահանջ չբավարարվի։ Հետևաբար այս վարչախմբի մատուցածը իրականում ոչ թե խաղաղության հաստատման, այլ մեր կրած պարտության ամրագրման գործընթաց է, ուղղված բավարարելու թուրք-ադրբեջանական տանդեմի շարունակական բոլոր պահանջները։ Այսպիսի խաղաղություն ստանալը փաստացի խաղաղություն է թուրքացման դիմաց։ Թուրք-ադրբեջանական տանդեմը այս վարչախմբի օժանդակությամբ ներքաշել է մեզ սողացող կապիտուլյացիայի մեջ, որի նպատակն է առավելագույնը ստանալ մեզ հասցրած պարտությունից, ինչը նշանակում է Ադրբեջանի գլխավոր պահանջի իրականացում, այն է Հայաստանը վերածել փաստացի արևմտյան Ադրբեջանի։ Սրա համար Ադրբեջանը օրակարգ է դարձնում այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի, Հայաստանին ագրեսոր երկիր ներկայացնելու եւ իբրև թե Արցախը եւ հարակից տարածքները երկար տարիներ գրաված լինելու համար փոխհատուցում պահանջելու հարցերը։ Դրան լիովին համընթաց այս վարչախումբն էլ օրակարգ է բերում այսպես կոչված իրական Հայաստանը պատմական Հայաստանին հակադրելու, Արցախն ուրանալու, մեր ազգային խորհրդանիշերը վերանայելու եւ սահմանադրության նախաբանը զեղչելու դրսից պարտադրվող հարցերը։ Արդեն իսկ վարչախումբը հրաժարվել է մեզ համար շահեկան իրավական հիմքերով Հայաստանի ավելի մեծ տարածքներ ամրագրող սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելու նպատակից։ Ադրբեջանի հետ հասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը եւ հետ է կանչում միջազգային դատարաններում մեր շահի պաշտպանությանն ուղղված հայցերը։ Որպես պատկերի ամբողջացում չի կարելի շրջանցել նաև այն ավերը, որն այս վարչախումբն այս 7.5 տարիների ընթացքում հասցրել է կատարել ժողովրդավարության, իրավական պետության կայացման եւ ընդհանրապես սահմանադրական կարգի հիմքերը կազմաքանդելու առումով։ Քանզի այս արժեքների պահպանման մասին խոսք չի կարող լինել որևէ մի երկրում, որտեղ կան տասնյակ քաղբանտարկյալներ եւ համատարած են ապօրինի գաղտնալսումները, քաղաքական բնույթի հալածանքներն ու հետապնդումները։ Հայաստանում այսօր ըստ էության ընդդիմադիր գործունեությունը դարձել է քրեորեն հետապնդելի արարք, ձևավորվել է անձնիշխանություն եւ նրան սպասարկող ոստիկանապետություն։ Այսպես շարունակվել չի կարող։ Սա ինքնակործանման ճանապարհն է, որը բերելու է ազգային ինքնության վերացման եւ հայոց անկախ ու ինքնիշխան պետության կործանման։ Մեր սերնդի պատմական առաքելությունն է նախ եւ առաջ կասեցնել այս ընթացքը, վերականգնել Հայաստանի զարգացման ազգային պետական ուղեգիծը եւ ազատել հայ ժողովրդին կապիտուլյացիա կամ պատերազմ կործանարար երկընտրանքից։ Գլոբալ առումով մեզ անհրաժեշտ դիալեկտիկական զարգացման հասնելու օրենքը հայտնի բացասումի օրենքն է։ Ոչ թե պարզունակ բացասումը, որ ամեն ինչ բացասում է, այդ թվում լավը, այլ նաև որ լավը պահպանվի եւ զարգացվի
իսկ վատը բացասվի եւ վերացվի։ 2018 թվականին շատերին թվում էր, թե հենց դա է լինելու եւ խաբվեցին։ Հիմա վստահաբար կարելի ասել, որ իրենց հռչակած մերժումը անգամ պարզունակ բացասումը չէր վերը նշված տրամաբանությամբ, այլ ավելի վնասաբեր դարձավ, երբ մերժելով ըստ էության մերժեցին առաջին հերթին հենց լավը, մերժելով ազատամարտի մեր հաղթանակն ու համազգային ձեռքբերումները եւ հակառակը պահպանեցին եւ կատարելագործեցին վատը, հորի բարքերը, կոռուպցիան, հովանավորչությունը, բռնաճնշումները եւ սահմանադրական կարգի արհամարումը։ Եվ ուրեմն նախ եւ առաջ պետք է մեր երկիրը բերել զարգացման ուղեգծի վրա, շարժվել իրական բացասման բացասում օրենքի տրամաբանությամբ, մեր դեպքում կատարել մերժման մերժում, վերականգնելով եւ պահելով մեր ազգի եւ պետության հարատեվության համար լավն ու օգտակարը եւ մերժել ու արմատախիլ անել ազգակործանման տանող ամեն վատն ու վնասակարը։ Միայն այդպես ժողովուրդը սպառողական հասարակությունից կդառնա արարող եւ գերագույն իշխանության միակ կրողը։ Պետությունը կդադարի լինել միայն մեկ անձի կամ վարչախմբի ապաստարանն ու սպասարկողը եւ կդառնա կենսունակ ու բոլորինը։ Պետություն, որը կոչված կլինի ապահովելու ոչ միայն անհատի ու քաղաքացու, այլև ազգի ու նրա ինքնության կենսունակությունն ու զարգացումը։ Երկրի զարգացման մարտավարության մեջ այսպիսի շրջադարձ առաջացնել հնարավոր է միայն ձևավորելով դա կատարելու ընդունակ նոր, իսկապես ժողովրդի իշխանություն, կառուցել կենսունակ պետություն, քանի դեռ չենք անցել անշրջելիության բոլոր կետերը։ Պետք է առաջնահերթ քայլեր ձեռնարկել հետևյալ ուղղություններով. հայրենիքում եւ Սփյուռքում վերականգնել մեր ժողովրդի ներազգային համերաշխությունը, միասնականությունը, ի խնդիր սեփական ինքնության պահպանման եւ հայոց անկախ պետականության ամրապնդման, վերականգնել զինված ուժերի մարտունակությունն ու անվտանգության համակարգերի արդյունավետությունը, դաշնակից երկրների հետ ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատել կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցություն ապահովելու համար, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն իրականացնել կողմերի օրինական շահերի հարգմամբ, համաձայնեցման ենթարկա բոլոր հարցերի լուծումներն ընդգրկող ամբողջական փաթեթի հիման վրա, որպես նախապայման առաջադրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերումը, բոլոր ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձը եւ մշակութային ժառանգության պահպանումը։ Մինչև Արցախի հարցի վերջնական քաղաքական կարգավորումը հետապնդել արցախահայերի հավաքական հայրենադարձության իրավունքը, հիմնված էթնիկ զտման հետևանքով բռնաճնշումների ենթարկված եւ բռնի տեղահանված անձանց իրավունքների լիարժեք հարգման վրա։ Ապահովել Արցախի ժողովրդի վերադարձի անվտանգ պայմաններ, ողջ ծավալով արցախահայությանը տրամադրելով միջազգային նորմերով երաշխավորված քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները, սատար կանգնել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, Հայաստանում հաստատել ժողովրդի իրական իշխանություն եւ վերականգնել երկրի սահմանադրական կարգը։ Այս նպատակներին հասնելու միջոցը Սփյուռքում համահայկական զորաշարժի առաջացումն է, իսկ Հայաստանում իշխանափոխության օրակարգի շուրջ միացյալ ուժերով ընդդիմադիր կուռ ճակատի ձևավորումը։ Դաշնակցական իմ ընկերներ, մենք նախ եւ առաջ պարտավոր ենք սա սկսել մեզանից, միասին ապահովելով ամբողջական համադաշնակցական զորաշարժ։ Սիրելի հայրենակիցներ, մենք հայտնվել ենք մեր հայրենիքն ու հայկական ինքնությունը պահպանելու եւ սերունդերին ժառանգելու հրամայականի առջև։ Մենք կարող ենք եւ պարտավոր ենք դա անել։ Մենք զավակներն ենք 88 թվականի համազգային զարթոնքի եւ հաղթանակներ կերտած ժողովրդին։ Ազատագրենք մեր հոգիները, փակենք պարտության այս էջը, որ Արցախին ետ դառնա իր տուն
որ Հայաստանն իր սյունիքով մնա հայկական, որ հայն իր երկրում եւ աշխարհում քայլի վստահ ու հաղթական։ Գեցե Հայաստանն ու հայությունը, գեցե հայ հեղափոխական դաշնակցությունը, միություն, պայքար եւ հաղթանակը մերը կլինի։ Շնորհակալություն ուշադրության համար։ Այժմ բեմ կհրավիրենք հաջորդաբար Շուշան Պետրոսյանը եւ Արսեն Գրիգորյանը մռոն։ Երկնես իմ մտքի, դու իմ գեղանի, սուրբ հողիդ գերված, սարերիդ փարված, ծաղկունքիդ բույրով, խենթացած արփած, լեռներիդ կանչով, միշտ հպատ կանգնած, Երկնես իմ շրթի, դու իմ գեղանի, հայրենիդ երկիր, ծեր ու դերատի, լույս ճանապարհի, հույս ու սպեղանի, սերը իմ սրտի, քեզ եմ ես գալիս, Թող պապած ճամփա լույսի մեջ լույսը
Փառք ու պատիվ տղերքին։ Խոնարհումս։ Այսօր նորից զանգն է հնչում, զանգ դարձախ աշխարհի, երիր եղբայր, բազուկդ բեր, երնեք մենք պայքարի, մեր քույրերն ու եղբայրները կանչում են մեզ հեռվից, եկեղեցու զանգն է խփում, պատերազմ է նորից։ Բեր բազուկդ բեր, բազուկդ բեր, բազուկդ որդից, ծուլվենք իրար ու ամրանանք հանու ժողովրդից, ես հող դառնամ, դու ծիլձգ ես պարարթովի վրա, որ հայրենիս ամուր մնա ու ամրանա։ Բեր բազուկդ բեր, բազուկդ բեր, բազուկդ զինվոր, դառնանք նեցուկ մեր բալեքին բազում ու գյուրավոր, մեր քույրերին եղբայր դառնանք մեր մայրերին որդի, մեր ճակատից քերենք մաքրենք խարանը ամոթի։ Դարձիր զինվոր դու պարավոր, հեկուզ մարտիրոսվիր, իմ Արցախի սուրբ հողի մեջ դու փամփուշտովացվիր, երկրի վրա հայրենիք կա, էլ ուշում է մահը, Տեր Աստվածը մեզ պարգևել մեր Արցախ աշխարհը։ Բեր բազուկդ բեր, բազուկդ բեր, բազուկդ հայրի, օրն մեզ հերիք է, որ բրկենք հայրենիք, եթե չգանք ամոթ խասես տակարներում մերհին, ժամն է եկել ժամը հայրիկ, որ բրկենք հայրենիք։ Բեր բազուկդ բեր, բազուկդ բեր, բազուկդ սուրբ հայր, խաչը պարզիր սրի ձևով ու եղիր անաչար, Աստված կանչիր առաջ տորտիր, կռվենք հաղթենք մարտում, Աստված ազգիս զավակներին հաղթանակ է մաղթում։ Հաղթելու ենք։ Արծիվ ծնածիր դաչկա Հայաստան, գնա դու հասիր Էրզրում ու Վան, արծիվ ծնածիր դաչկա Հայաստան, գնա դու հասիր Էրզրում ու Վան, գնա դու ասա, որ գնանք զորքով, ուխտենք մենք կարել խաչով ու սրով, գնա դու ասա, որ գնանք զորքով, ուխտենք մենք կարել խաչով ու սրով։
Շնորհակալ եմ։ Հիմա այսօր եմ իրար հետ երկեմ։ Աշխարհսարսեց հայուա գետինն գավ թուրքի գահ պատմեմ ձեզ դատյատի մահը գինիրից հնգեր ջան գինիրից կմովածան շանուր կմովածան ուշ պատմեմ ձեզ դատյատի մահը գինիրից հնգեր ջան գինիրից կմովածան շանուր կմովածան Դաշնակցություն ժողովարեց, շուրդալատին մահվորոշ է, Տելերյանի վաղթը բացվեց գինինից, հնգեր ջան գինինից, կմովածան շանուշ, կմովածան ուշ, Տելերյանի վաղթը բացվեց գինինից, հնգեր ջան գինինից, կմովածան շանուշ, կմովածան ուշ, Շունտալանդրին հորը, լուրը դարան իր ձեր մորը, եթե կաշնակաման հորը գինիլից, հնգեր ջան գինիլից, կմովածան շանուշ, կմովածան եթե կաշնակաման հորը գինիլից, հնգեր ջան գինիլից, կմովածան շանուշ, կմովածան Կարող ենք միասին երկեր Հիշադակը միշտ վարավոր Շիրիմիտ լույս գրիստավոր Մայիս 28 շնորավոր գինինից Հնգերի ջան գինինից Կմովածան շանուր Կմովածան ուշ Մայիս 28 շնորավոր գինինից Հնգերի ջան գինինից Կմովածան շանուր Կմովածան Ես կխմեմ քո գենացը Դու կխմեք իմ գենացը Խմենք Տելերյանի գենացը գինինից Հնգերի ջան գինինից Կմովածան շանուշ Կմովածան ուշ Խմենք Տելերյանի գենացը գինինից Հնգերի ջան գինինից Կմովածան շանուշ Կմովածան Մենք կխմենք ձեր գենացը, դու կխմեք մեր գենացը Խմենք Տելերյանի գենացը գինիլից, հնգերի ջան գինիլից Կմովածան շանուշ, կմովածան ուշ Խմենք Տելերյանի գենացը գինիլից, հնգերի ջան գինիլից Կմովածան շանուշ, կմովածան ուշ Կմովածան շանուշ, կմովածան ուշ Շնորհակալ եմ, հազար շնորհավոր Շնորհակալություն հայրենի երգիչներ Շուշան Պետրոսյանին եւ Արսեն Մռո Գրիգորյանին։ Օրվան հայդակիրը կփակենք Սարտարաբադ հաղթերքով։